Տավուշի մարզի Լճկածոր գյուղը ունի մոտ 400 բնակիչ։ Լճկածորցիները հյուրասեր և աշխատասեր մարդկանց համբավ ունեն։ Զբաղվում են հիմնականում պտղաբուծությամբ։ Բնակավայրում մի շարք խնդիրներ կան, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։ Բնակիչները առանձնացնում են ճանապարհների վիճակը, որոնք ամեն տարի խճապատում են, սակայն անօգուտ։ Գալիս ես ոնց որ ռուսերեն ասեմ միննե պոլը էլի, այդ փոստերից փախցնելու ես գալի, իհարկե ճանապարհը ռաշնահերթ է։ Յոյ ճանապարհը հիշում նախագծի մային, որ սարքեն, այդպես էլ հարց չի լուծում։ Արդար վիճակում են, կուզենանք, որ այրում Լճկածոր ճանապարհը կամ վերանորոգվի, կամ հիմնովին սարքվի։ Ճանապարհների վիճակը շատ վատ է, ինչպես դուք եք տեսնում։ Ճանապարհների բարեկարգման կարիք կա, որի մի մասը բարեկարգվել է սուբվենցիոն ծրագրերով։ Գյուղում կոյուղատար համակարգ չկա։ Լճկածորի բնակչուհի Գոհար Ասատրյանի խոսքով բոլորն էլ ուզում են գոնե տարրական պայմաններ ունենալ, բայց խնդիրը դեռ լուծում չի ստանում։ Սանիտարահիգիենիկ պայմանները բոլորն իրաց տներում ուզում են որ ունենալ, բայց գյուղում կոյուղի չկա։ Մեկը մենք առաջին տունն ենք, որ մեծ խնդիր է մեզ համար։ Ինչպես Հայաստանի շատ գյուղերում, Լճկածոր գյուղում նույնպես կա կոյուղու խնդիր։ Ընդհանրապես կոյուղի չկա գյուղում, որը մեծ խնդիր է ինքն իրենից ներկայացնում։ Կարևոր է նաև գյուղմթերքի իրացման հարցը։ Բնակիչները նշում են, միշտ էլ եղել է այդ խնդիրը։ Իրացնում են մեծ դժվարությամբ, մեկը շատ, մյուսը քիչ։ Վարչական ղեկավար Հրայր Միրզոյանի խոսքով պատճառն այն է, որ մայրաքաղաքից շատ հեռու է գտնվում գյուղը, արտահանում էլ չի կատարվում։ Բերքի իրացման խնդիրը մեր մոտ լուրջ խնդիր է հանդիսանում։ Հրայր Միրզոյանն անդրադարձավ նաև վերջին տարիներին կատարված աշխատանքներին։ Նշում է, լուծել են խմելու ջրի հարցը, գյուղն ապահովել են գիշերային լուսավորությամբ, բարեկարգել են հուշարձանը։ Այնտեղ ցայտաղբյուր, նստարաններ, լուսավորություն եւ նմանատիպ աշխատանքներ է իրականացվել։ 25 թվականին համայնքի բյուջեով կառուցվել է այս վարչական շենքը, որի մի մասնաճյուղը նաև ամբուլատորիան է։ Նաև կառավարության միջոցներով նախատեսվում է այրում Լճկածոր ճանապարհը, որը կարևոր խնդիր է թե մեր գյուղի, թե այրում քաղաքի համար։ Լճկածորում կան խնդիրներ, որոնք ունեն համակարգային լուծման կարիք։ Գյուղացիները շատ պահանջներ չեն ներկայացնում, ասում են գոնե ապահովեն կենսական անհրաժեշտ պայմանները։ Այն խնդիրների կարգավորմամբ, որոնց մի մասը կարող է լուծում ստանալ միայն մարզային իշխանությունների միջամտությամբ։ Տիրուն Մարգարյան, Համբարձում Պապոյան, Ռեգիոնս TV, Տավուշի մարզ, գյուղ Լճկածոր։